Բարև բայլուս ամբողջ աշխարհի հայերին, որը որ կաք, այսօր շատ կարևոր թեմայի մասին եմ խոսում խոսամ, որ ամբողջ աշխարհը հայերը եւ թեկուզ պարսիկները, թեկուզ արաբները, բայց պարսիկները, արաբները իրենց կրոնը էտա պահանջում իրանցից, բայց քրիստոնեության կրոնի մեջ այս բաներն ասում չկա։ Եթե ուզում եք որ իսկական քրիստոնեությունը իմանաք ինչ է, խնդրում եմ այսօրվա թեման շատ կարևոր է, որ դուք այս թեման լսեք եւ իրան հետևեք։ Եթե ուզում եք իհարկե Քրիստոսին հարգած լինեք եւ իրան հետևած լինեք։ Եթե չէ սխալ ճանապարհներով գնացեք առաջ, հետո վերջը պարզ կլինի ինչ կլինի ձեր մասին եւ ինչ կլինի ձեր տատաստանի մասին։ Ես ավետարանից խոսքեր եմ հանել, ասո խոսքեր կան, 3 հատ ասո խոսքեր կան, որը թեմայի մասին է։ Հիմա գլխավոր թեման ինչ է։ Գլխավոր թեման սրա մասին է, որ դարեստար մեր հայ ազգը շատ սխալ քայլեր է վերցրել իր կարծիքով, որ Աստծուն հետևում է, բայց իր արարածքը Աստծո խոսքին հակառակը։ Այսինքն մարդ կա իր մտածմունքով, իր ավանդույթով, իր ձևերով կարծում է Աստծուն հետևում է, բայց հենց որ գալիս է Աստծո խոսքի մեջ, ասում է չէ, Աստծուն չի հետևում, որովհետև Աստծո խոսքը չի կատարում։ Որովհետև Աստված ասում է, հիմա գլխավոր թեման ինչ է։ Գլխավոր թեման այդ որ մենք հայերս ամեն ինչի համար անմեղ արուն ենք թափում, որ այդ անմեղ արունի ոնց ասենք այդ անմեղ արունը չի պիտի թափվի Հիսուսի խաչելությունից հետո, որովհետև Դանիալ մարգարեի մեջ գրած է գլուխ 9 24, 25, 26, 27 համարներն է, գնացեք կարդացեք։ Ասում է Քրիստոսը կգա, խաչվի, կմեռնի, ոչ իր համար, այլ ամբողջ աշխարհի մեղքի համար։ Որ Հիսուսը խաչվեց, գարան, Աստծո գարան տեղ խաչվեց, մորթվեց, որ մենք էլ գար չմորթենք։ Այսինքն որևէ քրիստոնյան, որ ոչխար գար է մորթում, առաջի հերթին ոչխար չեն մորթում մեղքի համար, չէին մորթում մեղքի համար, որովհետև ոչխարը արդեն որ հասունանում է, ունի սեռական հարաբերություն իր զույգի հետ։ Դրա համար Աստված երբ ասում էր որ նախքան Քրիստոսը 5 տակարանի մեջ իրանք գառնուկներ են մորթում։ Գառնուկները իրանք սեռական չունեն իրանք զույգի հետ, դրա համար իրանք մաքուր են։ Այդ սիմվոլը, այդ նշանը տվել է Հիսուսի անարատությունին։ Հիսուսը մաքուր էր նրանց նման։ Այսինքն Քրիստոսին համեմատել են Քրիստոսի մաքրությունը գարան, փոքրիկ գարան մաքրության հետ։ Եվ դժբախտաբար մեր հայ ազգը կնունքալնում գար են մորթում։ Հարսանիքալնում գար են մորթում։ Զինվորը հետակալի բանից ինչ են ասում պատերազմի դաշտից գար են մորթում, կռիվ են անում, հաշտվում են, գար են մորթում, էլ ինչի համար ասես, այս ազգը, թե հայ ազգը, թե հայ այդ սղալ ավանդունքը անում են, չի կարելի արուն թափել, գար մորթելը ըստ ավետարանին սղալ է, որովհետև Աստված ասում է առաջի Սամվել 15 գլուխ 22 համարի մեջ, ասում է
Էդի լավ կլինի, որ դուք իմ կամքը կատարեք, քան թե զոհ մատուցեք իմ համար։ Էդի Սամվել, առաջի Սամվել, 1 առաջի Սամվել 15-22 գնացեք կարդացեք։ Հետո Ուզիայի 6-ի մեջ գրած է. Ես կսիրեմ սերը քանչ թե զոհը։ Դրա հետ էլ է գրած։ Աստված ասում է ես սերը էլ շատ եմ սիրում քանչ թե զոհը։ Գնացեք կարդացեք Ուզիա 6:6։ Էն էլի ինչ 5 տակարանի մեջ է գրած, այսինքն 5 ժամանակ կարմորթելը մինչև նախքան Հիսուսը գալը կարմորթելը էդի բնական բան էր, որ իրանք ով մեղք էր գործածում, կարի արունով փրկվում էր, այդ կար։ Ես կարծեմ այդ վիդեոն դրել եմ ձեր համար, որ բան, այն երկնքի տաճարի մեջ, որ Քրիստոս այսօր երկնքի տաճարի մեջ նստած է եւ մեր համար մեր մեղքերն է քավում, չէ՞։ Հիմա, այսինքն ուզում ասեմ, որ Աստված չի սիրում այդ բանը։ Այն 5 ժամանակ էլ չէր սիրում, ասում էր ինձի իմ համար իմ կամքը կատարեք, էլ լավա քանչ թե կարմորթեք։ Ճոգիք ինչ եմ ասում։ Այդ ձեր լեզվով եմ խոսում։ Մի կանիք այդ գործը, չի կարելի։ Հեսա, ով էլ որ կարամորթես տեսել եմ։ Անես կա գալի կյանքի մեջ։ Աստված անես կա թափում կարմորթողների կյանքի մեջ, ասեմ։ Վերացրեք այդ սուտ ավանդույթները, որ ձեր կյանքի մեջ, մատ կարմորթելն է, մատ տրնդեզն է, թռնելն է, այդ որտեղ է գրած քրիստոնեության մեջ, կներեք հա։ Չէ, ես հարց եմ ցեզանից հարցնում, տրնդեզի մասին, կարմորթելու մասին, նոր կտարկում, որտեղ է գրած։ Հա? Ինչ է կարմորթում։ Հիսուս Քրիստոսը խաչվեց, պարզ Դանիելի մեջ գրած է, հավաքվեց այդ սփռոցը կարմորթելը Աստված արգելեց Հիսուսի խաչելությունից հետո։ Այսինքն ով որ կարամորթում են քրիստոնյաները կարամորթում, ինքը Հիսուսի Աստծո խաչին անարգում է, չի հարգում Աստծո խաչը։ Դուք չեք հարգում Աստծո խաչը, չեք հարգում ձեր քրիստոնեությունը, սղալ եք եթում առաջ, ձեր նավակը սղալ է եթում առաջ, եթե ուզում եք ձեր նավակը դեպի քրիստոնեության ճիշտ եթա առաջ, Քրիստոսի խոսքը կարդացեք։ Ես չեմ ասում, ոչ մի եկեղեցի ես մորմոն եմ, ես եհովական եմ, ես չեմ ես եմ, ես չեմ, չէ։ Միք հավատակ, ոչ ում էլ միք հավատացեք, գնացեք ավետարանը կարդացեք։ Եթե ուզում եք իրոք Քրիստոսին հետևեք։ Մորթելը, կարմորթելը Աստված չի սիրում, հեսա գրած է։ Մատթեոս 9:13 I desire mercy and not sacrifice։ Ասում է ես ողորմությունը էլ շատ եմ սիրում, քան կարմորթելը, քան զոհը։ Եթե դուք ավետարանի խոսքը չեք լսում, ձեր ձևով եք եթում առաջ, այսինքն դուք քրիստոնյա չեք, դուք հեթանոս եք։ Կարմորթելը հեթանոսական գործ է։ Ո մուսուլման չեք։ Անընդհատ մորթում եք, կնունքին մորթեմ, չեմ ամստոր մորթեմ, ընդեմ մորթեմ։ Հետո հələ ասում են որ մենք կարմորթեցինք օրնություն։ Կարելի է այդ օրնություն սատանան է, դուք գիտեք սատանան օրնություններ տալիս է։ Սատանան շատ բարձր որակի բան է անում, մարդու կարա հարստացնի, որ դու ես քիչ հասկանաս, որ դու այդ ճամփեն սղալ ես գնացել, բայց չարը քեզի, ասենք, օրհնեց, բայց դու ուզում որ էլի այդ սղալ գործը կատարես, օրհնում է այդ սղալ գործը։ Եթե ուզում ես ճիշտ իմանաս Աստծո մասին, պիտի այդ Աստծո խոսքը կարդաս։ Ասենք մատ էլ ուրիշ սղալ բան։ Հիմա ես ձեզանից եմ հարցնում։
Քրիստոսը ոնց ինքը Քրիստոսն որ Հովանես Մկրտիչ իրան մկրտեց, ինքը ինչպես մկրտվավ ջրի մեջ։ Փոքրեր մեկ տարեկան երեխա էր, թե 27 տարեկան էր, թե 30 տարեկան, ոնց մկրտվեց։ Նորմալ գնաց ջրի մեջ, մկրտվեց դուրս եկավ, չէ՞։ Բայց դուք փոքր երեխա եք մկրտում, ճիշտ կաթոլիկների նման, տարբերություն չունի։ Էդի սղալը ավետարանի մեջ տես բան չկա, եթե դուք ոտ եք դնում ավետարանի խոսքի վրա, այսինքն Աստծո կամքի վրա ոտ եք դնում։ Դուք չեք կարող ձեզի պարզեք Աստծո մոտ։ Վերցրեք եք ավանդույթները ձեզանից։ Գառնելը մորթում եք, դուք Աստծո համար չեք մորթում, դուք մորթում եք նստեք արաղ խմեք։ Այդ արաղը բարձրացնեք, ձեր ստամոքսները լցնեք ու արաղ խմեք։ Բխի եք էլ գառ մորթում, ասում եք Աստծո համար, խի եք Աստծո անուն տալի։ Ասեք ուզում ենք այդանք արուն թափենք, մորթենք, խմենք մեր կայֆերի համար։ Բխի եք Աստծո անուն տալի։ Այսինքն դուք սղալ ճամփա եթում եք, Աստծո անունը քաշում եք մեջտեղ, մատել ուրիշ մեղք եք գործածում։ Նոր կալսեք, ասում եք, մենք բանա, եկեղեցու դեմ մորթեցինք, հա։ Թո ճիշտ ձևը ձեզի ասեմ։ Եթե ուզում եք օրհնվեք։ Ասենք նմուշի համար մի բան ասեմ։ Եթե մատ գար իր գինը 70,000 դրամ է, 7 հատ ընտանիք աղքատ ընտանիքի մեջ 10,000 բաժանեք, թե 2 հատ աղքատ ընտանիքին 35,000, ես աղքատ ընտանիքին 35,000 են աղքատ ընտանիքին։ Այն ժամանակ 100, մեկից մինչև 100 ձեր զոհը մատուցում եք Աստծուն, տալիս եք աղքատին։ Չեք խաբել չկա, ուրիշ էլ մի ռեգլամանի, ոնց որ շատ էս բլոգերներն այդպես փողեր են տալի աղքատներին, ասում են, նայեք ժողովուրդ, ես այս աղքատին փող տվեցի։ Այդ նույնը ամենից մեծ բացահայտ կեղծավորությունը։ Որտեւ ավետարան ասում է, այս ձեռն որ օգնում է, այն ձեռը մի թողնի իմանա։ Որտեւ երկնքում նվեր չես ունենա Աստծուց։ Օրնություն չես ունենա, եթե ուրիշներն իմանան քեզի ռեգլամանես։ Մի ռեգլամանի, որ դու օգնում ես։ Գնա գախնիկ օգնի, մենակ Աստված իմանա։ Ու այն աղքատներ իման մարդն։ Եթե ուզում եք օրնվեք, այդ գարի գումարը տարեք տվեք աղքատ ընտանիքի ընդհանուր կորնվեք։ Դա պրոբլեմ չկա։ Բայց ձեր ստամոքսի համար ու ձեր հաճույքի համար ու կնունք ու հարսանիք ու մարսանիքի համար այդ չեմ անում գարեք որը ինչ նշանակ ունի, դա ինչ հետամնացությունը, չեք ամանչում։ Ինչ հետամնացությունը։ Վերցել եք այդ հեթանոսների ձևը բերել եք մցրել եք քրիստոնեության մեջ, որը ինչ։ Ուզում եք Աստծո կրակ թափի ձեր գլխին։ Փոխեք այդ ձևերը։ Փոխեք, քանի ուշ չի։ Ձեզ համար Աստծուց կխնդրեմ, որ ամեն ինչ լավ լինի, եթե ուզում եք որ Աստծո խոսքը լսեք, Աստծուն սպասարկեք, Աստծո խոսքը կարդացեք, ոչ մեր Տեր, միք լսեք։ Տերը մեր մատ հասարակ մարդը։ Տերը երկնքումն է, որտեղ ավետարանի մեջ գրած է, ոչում Տեր չասեք, ձեր Տերը մենակ երկնքումն է։ Դա էլ ավետարանի մեջ է գրած, չէ՞։ Բայց դուք Տեր Հայր, Տեր Հակոբ, Տեր Մկրտիչ, Տեր Զկրտիչ, չեմ անում Տեր Մաթևոս, Տեր Նորվիկ, Տեր Նորիկ, Տեր Նահապետ, Տեր Գևորգ Չավուշ, գոր չունեք, ոչով Տեր չկա այս երկրի մեջ, Տերը մենակ մի հոգի է, գրած ավետարանի մեջ։ Գնացեք կարդացեք։ Ոչում Տեր չկանչեք այս երկրի վրա, ոչ մի եկեղեցու Տեր չի։ Դրանք մենակ միջոց են Աստծուն քարոզտան, էդ էլ ինչ ձևին քարոզ, այդ նույն ավետարանը քարոզտան։ Չէ որ լիք ավանդույթներ բերեն սղալ գցեն եկեղեցում, այս
Խառնվի, ինչ պիտի խառնվի, միտը հալվա է, որ պիտի խառնվի։ Խնդրում եմ ձեզանից, եթե ուզում եք Աստծուն սպասարկեք, ճիշտ ձևի։ Ավետարանը կարդացեք։ Խոսքն է կարևոր Աստծո։ Որտեղ Աստված երկինքն ու երկիրը ստեղծեց մեկ խոսքով։ Ու մեկ խոսքով էլ մարդու կողոչ չանցնի։ Շատ զորավոր է Տերը։ Աստծո հետ կատակ չանեք։ Շատ ահավոր, զորավոր Աստված է։ Ահավոր։ Ես էլ ասեղի ծերի չափ գիտեմ իրան։ Այսքան 25 տարի հետ ապրել եմ, ամեն օր էլ ասել experience էլ հիմա բան փորձ ունեմ Աստծո հետ, բայց հələ Աստծուն չեմ ճանաչի։ Մե ասեղի ծերի չափ էլ որ ճանաչում եմ, վախենում եմ նայում երկինք, սարսափում եմ իրանից։ Որտեղ ինքը կարող է ամեն ինչ ոչնչացնի, մատ աշկ ակրտանքների։ Լսեք, խնդրում եմ ձեզանից, ես չեմ ասում, ես ինձի լսեք, ես մեծ մարդ եմ, թե չէ։ Ես ավետարանից, ես ձեր համար ավետարանից նմուշներ բերեցի։ Ես ավետարանի խոսքն եմ ձեզի ասում, ես ինձից չեմ խոսում։